Ուզում են 300,000 ադրբեջանցիներին բերել լցնեն Հայաստան։ Ես ուզում եմ նորից մեր հասարակության ուշադրությունը սևեռել 300,000 ադրբեջանցիների վրա։ Եթե մենք չկանգնեցնենք դա, շատ շուտով կհայտնվեն Հայաստանի տարբեր շրջաններում 300,000 դեռ դա ամենաճշգրիտ թիվը չի։ Միգուցե դա լինի 500,000, հենց սկսեցին գալ, ով է կանգնեցնելու այդ process-ը։ Կարող է մինչև 1 միլիոն ադրբեջանցի կան։ Քաղաքական հայտարարություններ եւ պաշտոնական վիճակագրություն։ Երբեմն սրանք երկու զուգահեռ իրականություններ են։ Վերջին շրջանում հայաստանյան քաղաքական դաշտում ակտիվորեն շրջանառվում է 300,000 ադրբեջանցիների Հայաստան վերադարձի թեզը։ Թիվը տպավորիչ է, բայց որքանով է հիմնված փաստերի վրա։ Իմ ձեռքին 1989 թվականի համամիութենական մարդահամարի արդյունքներն են։ Հայաստանում ադրբեջանական բնակչությունը այդ ժամանակ եղել է 84,000, իսկ առավելագույն ցուցանիշը եղել է 1979 թվականին 160,000։ Այստեղ կտեսնեք, որ ադրբեջանցիների թվականակը 59-ին եղել է 107,000, հետո 70 թվականին 148,189 եւ 79 թվականին 160,841։ Դա իրենց առավելագույն ցուցանիշն է եղել այս արձանագրված մարդահամարի տվյալներով։ Վիճակագրական կոմիտեի նախագահի խորհրդականը խորհրդային մարդահամարի տվյալներն է ներկայացնում։ Խորհրդային տարիներին մարդահամարներ անցկացվել են 39, 59, 70, 79 եւ 89 թվականներին։ Համենայն դեպս բոլոր այդ տարիների արձանագրված ցուցանիշներով նման քանակություն գրանցված չի եղել։ 1989 թվականի մարդահամարը բարդ իրադրությունում է անցկացվել։ Երկրաշարժ, հակամարտություն, հիշում է Կույումջյանը։ 89-ի մարդահամարի բարդ իրադրություններում երկրում գտնվող շուրջ 8,000-ի կարգի ադրբեջանցիներ են արձանագրվել, բայց քանի որ մեթոդաբանությունը Խորհրդային Միության վիճակագրական կոմիտեի կողմից սահմանվել է այնպես, որ այն ադրբեջանցիները, ովքեր գտնվել են Ադրբեջանում, իրանց վերաբերյալ տեղեկատվությունը հավաքագրվել է եւ իրանց թվականակը որպես ժամանակավոր երկրից բացակայողներ ավելացվել Հայաստանում ադրբեջանցիների թվականակի վրա։ Այդ առումով մեր թիվը դարձել է 84,860, բայց իրականության մեջ փաստացի երկրում գտնվել է շուրջ 8,000 ադրբեջանցի, որի մասին մեր 89 թվականի մարդահամարի արդյունքներով հրապարակման մեջ նշվել է։ Քանակային առումով եթե նայում ենք, այդ 59 թվականից սկսած գրեթե այդ նշված թվականակը գոյություն չի ունեցել Հայաստանում այդքան ադրբեջանցիներ։ Ժողովրդագրության ոլորտն ուսումնասիրող փորձագետները գտել են ավելի հին 1923-27 թվականների վիճակագրություն։ Այն ժամանակ վիճակագրության մեջ ազգային պատկանելությունը նշված էր, սակայն ադրբեջանցի տերմինաբանություն չկար։ Այնտեղ նշված էր թուրք, կարափափախ եւ պարսիկ բնակչությունը։ 1922 թվականին օրինակ Հայաստանի ընդհանուր բնակչությունը 776,000 մարդ է կազմել եւ ընդհանրապես նրանց 9.9%-ն են կազմել այս 3 ազգաբնակչության համախումբ, այսինքն թուրք, կարափափախ, պարսիկ բնակիչները մոտապես 76,000 մարդ է եղել այդ ժամանակահատվածում։ Միտումները շատ չէին փոխվել նաև 1926 թվականին, էլի մոտապես 10.1% են կազմել այս խմբերը։ Հետո արդեն դե մեր վիճակագրական կոմիտեն նույնպես պաշտոնական աղբյուրներով հրապարակում է, հաշվետվությունները հրապարակում տարեգիրքը 1989 թվականին։ Այդտեղ արդեն ադրբեջանցիները որպես այդպեսին առանձնացված էին, բայց այդ պարագայում ընդամենը 86,000 ադրբեջանցու մասին է եղել պաշտոնական վիճակագրությունը, որ այդ ժամանակահատվածում կազմել է մեր բնակչության ընդամենը 2.9%-ը։ Խորհրդային Հայաստանում բնակչության ավելի քան 90%-ը հենց հայեր են եղել, նկատում է փորձագետը։ Խորհրդային Հայաստանը այն առանձնահատուկ երկրներից մեկն է եղել Խորհրդային Միության, որ գերակշռել է միշտ հայկական բնակչությունը, ընդ որում նաև վիճակագրությունը թույլ է տալիս գնահատել, որ հայերեն խոսող բնակչությունն է գերակշռել, այսինքն ի տարբերություն Խորհրդային Միության այլ երկրների, այստեղ հիմնական լեզուն եղել է հայերենը, որով որ հաղորդակցվում են։ Պաշտոնական որևէ աղբյուրներում փորձագետը չի գտել քաղաքական մակարդակում հնչեցվող թվերի մասին
մասին փաստող որևէ տվյալ։ Այդում խորհրդային տարիների ժառանգություն մնացած եւ համալսարանին եւ վիճակագրական կոմիտեին, որ ընդ որում վիճակագրական կոմիտեն էլ 89-90 թվականների տարեգրքերը սկանավորված, հրապարակված կայքում տեղադրված, այսինքն հասանելի տեղեկատվություն է, կարող են բոլորն էլ նայել, ստուգել, առնվազն այդ հաշվետվություններում չկա 300,000։ Ուշագրավ է, որ նույն խորհրդային տարիներին անհամեմատելի ավելի մեծ է եղել հայերի թիվը, որոնք բնակվել են խորհրդային Ադրբեջանում։ Մանրամասներ է ներկայացնում Կարինե Կույումջյանը։ Նույն մարտահամարների ընթացքում Ադրբեջանում հայերը 59 թվականին կազմել են 442,000-ից ավել, 70 թվականին 483,520, իսկ 79 թվականի մարտահամարին 475,486։ Այսինքն հայերը շատ ավելի շատ են եղել, հաշվի առնելով, որ նրանք եւ Բաքվում են ապրել, եւ Նախիջևանում, եւ Կիրովաբադում, եւ Ղարաբաղում, այսինքն հայերի թվականակը այնտեղ շատ ավելի շատ է եղել, քան ասենք ադրբեջանցիները Հայաստանի Հանրապետությունում։ 59 թվականին Ադրբեջանում հայերը 12% են կազմել, 70 թվականին 9.5%, 79 թվականին մոտ 8%։ Իրանց թվականակը մեր ազգային կազմում այդքան մեծ չի եղել, ամենաշատ եղել է 70 թվականին 5.9%, 79-ին 5.3%, իսկ 89 թվականին արդեն այդ իմ նշած մեթոդավանական պրոբլեմներով հանդերձ ընդամենը 2.6% են կազմել։ Եվ այդ առումով 300,000-ը ճիշտ ասած մեր վիճակագրական ցուցանիշներում մարտահամարի արդյունքներով երբևէ չի արձանագրվել։ Փորձագետն էլ հիշեցնում է, ԽՍՀՄ տարիներին ներքին միգրացիոն գործընթացները շատ էին, եւ այստեղ խոսք չկար բռնաճնշումների մասին։ Այդտեղ կան եւ տնտեսական եւ քաղաքական պատճառներ, հա, եւ աշխարհաքաղաքական իրադարձություններ, որ տեղի են ունենում այդ տարիներին, պատմական իրադարձություններ, բայց տնտեսական փաստը այն է, որ ամեն դեպքում տեսակարար կշիռը տարիների ընթացքում նվազել է ադրբեջանցի բնակչության տեսակարար կշիռը Հայաստանում։ Նախընտրական քարոզարշավի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւս անդրադարձել է այս թեմային, ընդգծել Ադրբեջանի հետ հարաբերությունների օրակարգում եւ ընդհանրապես իրենց միջազգային օրակարգում նման հարց երբեք չի եղել։ Ադրբեջանցիների վերադարձի թեմայից խոսում են նույն ուժերը, ովքեր ակտիվ խոսում են Ղարաբաղի ժողովրդի վերադարձի թեմայից։ Ես ասում եմ, չկա երկու թեման էլ չկա ուղղակի։ Փակել ենք, այդ երկու թեման էլ փակել ենք։ Հիմա մյուսները ինչ են այդ պատերազմի եռագլուխ կուսակցությունը մի հատ հիմար հոլովակ են սարքել, միլիոններ են ծախսում, որ այդ հոլովակը դիտվի ինչի համար։ Ոչ թե իմ դեմ հակակարողություն են անում, իրանք այդ հարցը ուզում են ներմուծեն քաղաքական օրակարգ։ Բայց լրտեսական գործունեությունն է դա։ Բայց այդ է, որ ասում եմ լրտեսական եռագլուխ կուսակցությունը կոնֆլիկտ բորբոքելու համար կոնֆլիկտը չկա Նիկոլայ Ավետիսյան, Մհեր Կիրակոսյան եւ Արմեն Գրիգորյան, Կիրակ Նորյալ ուրեր։